Իմ շատ սիրելի կարիճներ, ողջույն։ Այսօր մայիսի 24-ն է, շաբաթվա վերջին օրը եւ իմ օրացույցով Նեպտունի օրը, եւ ես ձեզ այսօր կներկայացնեմ հունիս ամսվա համար կանխատեսումը, եւ սա վերաբերում է ինչպես միշտ որ ես նշում եմ, բայց նորից հարցեր, ամեն անգամ նոր հարցեր վերաբերում է բոլոր նրանց ում ասցենդենտի նշանն է կարիճը, իսկ ասցենդենտի նշան իմանալու համար պետք է իմանաք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը, դրանով է պայմանավորված, եւ սա վերաբերում է բոլոր նրանց ում արևն է գտնվում կարիճի նշանում։ Ահա, եւ ձեզ բաժին եկավ Նեպտունը, գիտեք, յուրաքանչյուր իհարկե կարիճներին ըստ իրենց քարտեզի յուրաքանչյուրին տրված է ինչ որ ժամանակահատված, որտեղ իրեն կարող են ունենալ, գիտեք, որոշակի խոր ապրումներ, փորձում ավելի նուրբ ասել, որոշակի խոր ապրումներ, միգուցե աշխատանքի հետ կապված, միգուցե ուրեմն առողջության հետ կապված, այնպես որ պետք է ուշադիր լինեք, նրանք ովքեր ասենք դա իրենց համար շատ կարևոր է, շատ անհրաժեշտ է, այդ խնդիրը ասենք իրենք նախազգում են, որովհետև կարիճները շատ լավ, շատ խոր զգում են, այս դեպքում արդեն իրենք պետք է գիտեք վերլուծել, եթե դուք դրա կարիք ունեք, որտեվ պատե անպատե պետք չի դիմել աստրոլոգին, այստեղ երբ որ դուք զգում եք այդ լարվածությունը կամ դրա կարիքը կա, որոշակի ասենք աշխատավայրում որոշակի հարցեր եք ուզում կարգավորեք, խառնել իրավիճակը եւ այլն, այս դեպքում նոր կարող եք դիմել, հասկանալ, թե ինչ կարելի է փոխել, որքան կտևի, ինչ անել եւ այլն եւ այլն։ Այսպիսի ուրեմն հարցեր կան եւ շատերի մոտ դա նաեւ կարող է վերաբերել որոշակի փաստաթղթերին, որոնք կապված են նաեւ արտերկրի հետ, իրենց կարիերայի հետ կապված կամ տանը ուրեմն ընտանիքում ուղղակի հարցեր կան եւ առաջիկայում նշեմ, որ ձեզ մոտ ընտանեկան հարցերը, ընտանիքի անդամների հետ դա կարող է կապված լինել, երեխայի հետ կապված լինել, տան արտերկրի տեղափոխվելու եւ այլն նման հարցեր են, որոնք ձեզ համար կդառնան առաջնային եւ դա կլինի ձեզ համար ձեր նպատակը, ոչ թե կոնկրետ ձեր աշխատանքը, ձեր կարիերան, այսպիսի արժևում առաջիկայում ուրեմն դա լինելու է եւ այն բեկումնային կլինի ամռանը եւ ձեզ համար հասկանալի կլինի։ Դե իհարկե գրեք, իսվեք, ցանկալի է որ մեկնաբանություններում խելացի այդպիսի ուրեմն հարցեր գրեք, ոչ թե նա ինձ ինչ է սպասում, նայեք, ասեք եւ այլն, ես ձեզ դրան անդրադարձել եմ, որ մինչև ժամը չհաշվարկեմ, մինչև ես չիմանամ ճշգրիտ ժամը, ես չեմ նայում, որովհետեւ սա պրոֆեսիոնալ աստրոլոգիա է եւ ոչ թե չգիտեմ էլ ոնց անվի, ոչ թե խաբեություն, սատանիզմ, գուշակություններ եւ այլն, որոնցով զբաղված են, դաշտը լցված է այդ աղբով, ինչեւ է։ Այսպիսի հարցեր։ Հիմա ես անցնեմ առաջ, բնականաբար մենք խոսում ենք Նեպտունի մասին, դրա համար այդ հարցերը քննարկվում է, որովհետև ձեր կյանքում դեռևս այդ խոր ապրումներ, հիվանդանոցային հարցեր եւ այլն իրանք դառնալու են ակտուալ, դա երբ կլինի ում մոտ ուրեմն որ ժամանակահատվածում կլինի, դա ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս եւ շատ կարեւոր է, որովհետեւ սա հիմնականում ասենք վերաբերում է ասցենդենտով կարիճներին, շատ կարեւոր է որ առաջին հերթին լսեք ասցենդենտով, միգուցե դուք չգիտեք, ասենք երկվորյակ եք կամ խոյ եք կամ ջրհոսքի օրինակ, հա, եւ ձեր ասցենդենտի նշանը կարիճն է, բայց դուք դրա մասին չգիտեք, լսում եք ընդամենը մեկ նշան եւ հետո ասում եք ինչ որ կիսատ է, ինչ որ եւ այսպես, այնպես եւ մեծ հաշվով սա չի կարող լինել ամբողջական, որտեղ սրանք տրանզիտներ են, ամբողջականը դա կարող է միայն ձեր քարտեզը ցույց տալ։ Սրանք հարցեր են, որ ես ամեն անգամ անդրադառնում եմ եւ ամեն անգամ նորից ուրեմն նոր մարդիկ են ավելանում եւ բնականաբար նոր հարցեր, շատ հարցեր այսպես լինում են։ Ինչեւ է, ինչ ունենք հունիսին։ Նախ մենք մարող լուսնով ենք մտնում հունիս ամիս, ահա քիչ մնաց մոռանայի, դեպ դուք առաջին եք, ինչպես արդեն հասկացաք, սիրելի կարիճներ, եւ առաջինը ես հենց ձեր նշանն եմ ներկայացնում, սա կարծում եմ պարզ էր, բայց բոլոր դեպքերում ես ցանկացա նշել, որ դուք իհարկե առաջին եք, իսկ հիմա շարունակենք հունիսը, փաստորեն մենք մարող լուսնով ենք մտնում, ինքը բոլոր դեպքերում գիտեք ամեն մեկը յուրովի
ասենք կարող է ասենք եթե ծանր էներգիաներ էին մայիս ամսին ես համոզված եմ որ բոլորդ այդ ծանրությունը դժվարությունը զգացել եք բայց այդպես շատ չեք կիսվում ավելի շատ իմ գովքն եք անում քան կիսվում եք այդ հարցերով եւ հունիսին ինքը դուք ինչ որ առնով կքաղեք այդ պտուղները այդ վատ էներգիաները ես որ ելույթ ունենամ որ չանպայման հաջորդ շաբաթվա մեջ ուրեմն ելույթ կունենամ եւ կներկայացնեմ թե ասենք վատ էներգիաների դեպքում երբ որ դուք շատ ավելի թեկուս մտավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն եք ունենում դա լավ բանի չի կարող տանել եւ ես նախորդ անգամ էլ ասել եմ ավելի շատ պետք է հանգստանալ հետաձգեք այդ գործերը եւ դուք նրանք ովքեր չեն հետեւել իմ խորհրդին հունիսին այդ պտուղները կքաղեն այսպես իրավիճակ հիմա ինչ ունենք հունիսին նորալուսին լիալուսին բնականաբար մերկուրին դառնում է հետընթաց հունիսի 29-ից մինչև հուլիսի 24-ը արևն է փոխում իր նշանը մարսը ուրեմն Վեներան Մերկուրին արդեն ասացի փոխում է եւ դառնում է հետընթաց եւ ամենակարևոր իրադարձությունը ես ուզում եմ անպայման նշել դա այն է որ Յուպիտերը փոխելու է իր նշանը ինչու եմ նշում որտեվ ինքը տարին մեկ այդպես փոխում է նշանը եւ հիմա դուրս գալով խեցգետնի նշանից կտեղավորվի առյուծի նշանը 1 տարի ինքը այնտեղ է տեղավորվելու ճիշտ է դա կլինի լիալուսնի օրը հունիսի վերջի օրը գրեթե հուլիս արդեն բայց բոլոր դեպքերում ուրեմն ինքը կտեղավորվի ձեր 10-րդ տանը։ Ես հիմա սա այսպես նշեցի, թե որ մոլորակները ինչ փոփոխություն ուրեմն ինչ նշան են մտնելու եւ հիմա արդեն բնականաբար արևը կարծեմ ասացի արդեն որ ինքը կմտնի խեցգետնի նշան, իհարկե ջրի նշան է դա լավ է։ Հունիսի 21-ին փաստորեն նշան կփոխվի եւ հիմա ուզում նշել նորալուսինը որ տեղի կունենա հունիսի 15-ին սա շատ կարևոր է որքան էլ դուք ձեր հեռախոսներում դուք իմանաք բայց որքան էլ ձեզ թվում է թե ինքը այդպես կարևոր չի բայց ես նշեմ որ շատ կարևոր է մասնավորապես այն մարդկանց համար ովքեր ծնվել են նորալուսնի կամ լիալուսնի ժամանակ եւ այսպես նորալուսինը տեղի կունենա հունիսի 15-ին արևի լուսին կմիավորվեն 25 աստիճանում Հայաստանի ժամանակով առավոտյան 6:33 րոպե 58 վայրկյան եւ այն տեղի ունենա ձեր ֆինանսների տան, այստեղ ֆինանսների առանցքն է զբաղված, իսկ արդեն նորալուսնի ժամանակ, որը տեղի կունենա հունիսի 30-ին արևի լուսինը կհակադրվի 9 աստիճանում, այդ ջրի նշանում է լինելու գիշերը 3:56 րոպե 29 վայրկյան։ Ահա այսպիսի մենք իրավիճակ ունենք։ Ես հետ ընթացությունը ուրեմն Մերկուրի նշեցի եւ նշեցի, որ հաջորդ իսկ օրը Յուպիտերն է ուրեմն հենց լիալուսնի ժամանակ հենց նույն օրը 30-ին եւ լիալուսինն է 30-ին կատարում եւ Յուպիտերն է փոխում իր նշանը եւ իհարկե Վեներան Մարսը եւս ասացի արևետ միասին կփոխեն իրենց նշանները բնականաբար երբ փոխվում են նշանները այս դեպքում գալիս է նոր մտածողություն նոր հայացքներ, ճաշակի փոփոխություն ընդհանուր երբեմն չէ, ճաշակը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է, ցանկությունները, նախընտրությունները եւ այլն։ Ահա դրանք այդ ամենը պայմանավորված են իհարկե մոլորակների փոփոխություն նշաններով եւ այլն։ Հիմա մենք բարձեցինք նորալուսնի եւ լիալուսնի հարցը, ինչպես նաեւ արևը ճշտեցինք երբ է փոխում եւ ես ձեզ հիմա ընդհանուր ասեմ թե ուրեմն ինչպիսի փոփոխություններ են լինելու նախ ձեր ֆինանսական քանի որ ֆինանսների առանցքում է լինելու նորալուսինը այստեղ հնարավոր է նոր ֆինանսական սկիզբ դրվի կամ ինչ որ գումար հնարավոր է դուք ստանաք բոլոր դեպքերում ես ուզում եմ նշել որ ճիշտ է դուք միգուցե դա ավելի շատ հուլիսին զգաք բայց հիմքը դրվում է հունիսին եւ այստեղ միանշանակ հունիսից սկսած արդեն հունիսի վերջերից ձեզ մոտ
ֆինանսական հարցերը բավականին կարևոր կլինեն եւ իհարկե ձեր անձնական հարցերով էլ պայմանավորված հնարավոր է որ ուրեմն եւ գումարներ ստանաք մեծ գումարներ, նվերներ եւ իհարկե լինեն նաեւ որոշակի ծախսեր նորից եմ նշում դա պայմանավորված է ձեր անձնական քարտեզով չասեմ որ լինելու են նաեւ փոփոխություններ գիտեք ոմանց մոտ հարաբերություններում կարող է լինել որտեղ ֆինանսական ավելի շուտ գերիշխում է ֆինանսական հարաբերությունները տվյալ անձի հետ եւ իհարկե ֆինանսներում եւս կարող են որոշակի ծախսեր լինել որոնք կարող են դեպի տանել ընտանեկան հարցեր բնակարանի հարցեր դա կարող է լինել ընտանիքի անդամները ընդհանուր երեխաներ եւ այլն ահա ուրեմն այսպիսի հարցեր կլինեն եւ իհարկե դուք հնարավոր է որ հանդիպումներ կլինեն ձեր ղեկավարի հետ խոսակցություններ եւ գիտեք առաջիկայում դուք ավելի շատ ինչպես ասացի ձեր ուշադրությունը այսինքն դուք ուզեք թե չուզեք այստեղից ոչ թե ձեզ ասում են որ դուք պետք է ընտրեք չգիտեք ես ավելի լավ է իմ կարիերայով զբաղվեմ այդպես չի լինի մարդուն թվում է թե ինքն է ընտրում, բայց ինքը ոչինչ բանել չի ընտրում, ինչ որ թելադրում է տիեզերքը, դուք այդպես խոնարհաբար այդ ամեն ինչը պիտի ընդունեք ու անեք։ Այսինքն, ինչ կցուցանե առակս, եթե դուք զբաղված եք ձեր կարիերայով եւ հանկարծ ձեր ընտանիքում ինչ որ մեկը հիվանդանում է, ինչ որ խնդիրներ է առաջանում, ասենք կարող է ձեր երեխան լինել, ձեր կինը, ձեր ամուսինը, ծնողը եւ այլն շատ տարբեր եւ դուք ես կարծեմ ուզեք թե չուզեք, պիտի օգնեք, չէ, ձեր հարազատին հիվանդանոցային հարցեր են, խնամքի հարցեր են եւ այլն այնպես որ ստացվում է որ մտածում եք ձեր կարիերայի մասին, բայց այդպիսի խնդրի առաջ եք կանգնում եւ այդ հարցերը բնական կարեւորում են եւ ձեր ուշադրությունը ուրեմն սևեռում է տեղից, ասեմ որ դա կարող է այժմյանից ուրեմն ինքը հիմքը դրվել, որտեղ ոչ մի բան հենց այնպես շատ արագ չի լինում եւ դա դուք արդեն երևի թե ոմանք դա կարող են արդեն 1-2 ամիս հետո զգալ, ոմանք էլ ավելի ուշ կարող են զգալ, բայց ինքը արդեն սահմանավորվում է, որովհետև թեման կարող է սահմանավորվել 1 տարի, դուք դրա մասին չիմանաք մի քանի ամիս եւ այլն, այդ ինչ մասշտաբի, ինչ մոլորակների հետ գործ ունենք, այդպես դա կարող է սահմանավորվել, այս դեպքում դա կարող է ընդհանուր լինել կես տարի, 1 տարի, ուրեմն տևողությամբ, այնպես որ սա իմացեք եւ ուշադիր եղեք ձեր անելիքները, այսպես ասած իմացեք, այստեղ որոշակի փոփոխություններ կարող են ուրեմն փոփոխություններ լինել այդպիսի հարցերով իսկ դա այստեղ կարող են լինել նաև գիտեք ընտանեկան հարցեր փաստաթղթեր ինչ որ իրավական հարցեր կամ արտերկրի ոմանց մոտ արտերկրի հետ կապված հարցեր հատկապես եթե այնտեղ քաղաքացիություն կա ինչ որ նմանատիպ թեմաներ են իհարկե յուրաքանչյուրի մոտ տարբեր մեկը բիզնես ունի, մեկը անձնական թեմաներ են, ինչ որ հարազատների մի մասը այնտեղ են ապրում, շատ տարբեր կլինի, ես հիմա այդ բոլորը չթվարկեմ, ձեզ համար արդեն հասկանալի է, դուք այստեղ պիտի ձեր ուշադրությունը սևեռեք, այդտեղ հարցեր կա, որ դուք պիտի կարգավորեք եւ որպեսզի կարողանաք անցնեք առաջ։ Գիտեք ինչ հնարավոր է, որ process-ը գնա, դուք չիմանաք եւ հետո որտեվ հիմա շատ արագ է իրավիճակ փոխվում կյանք աշխարհում եւ մանավանդ եթե պետական հարցեր են, քաղաքացիության հարցեր են կամ ինչ որ եթե արտերկրում ինչ որ ունեցվածք ունեք եւ այլն օրենքներ են փոխվում եւ դրա հետ դա բերում է իր խնդիրները շատ տարբեր դրա համար ես ձեզ խորհուրդ կտայի որ դուք ուշադիր լինեիք ինքներդ վերանայեք, հետաքրքրվեիք, ճշտեիք, այդպես անտարբեր ուրեմն չլինեք, որովհետև հնարավոր նաև հարազատների հետ ինչ որ հարցեր քննարկել նմանատիպ դա շատ կարևոր է
շատ կարևոր է այդ դաշտում ուրեմն վերլուծել եւ հասկանալ թե ինչ է լինում, ինչ կարելի է անել։ Այնպես որ ես կարծում եմ արժևում այստեղ ֆինանսական ծախսերը կլինեն, իհարկե դա նույնիսկ պայմանավորված է ձեր անձնական քարտեզով, գիտեք հնարավոր է եւ ֆինանսներ կան, հնարավոր է եւ ինչ որ առումով ֆինանսներ ծախսվեն։ Իհարկե այդ ֆինանսները լավ առումով էլ են ծախսում, եթե ասում եմ ծախսել, դա չի շանկում անպայման վատ իրադարձություն պետք է լինի։ Ինչ որ մի լավ իրադարձություններ են լինում, տոնակատարություններ են լինում, շրջագայություններ են լինում, որովհետև ես դες արդեն զգուշացել եմ, որ դուք միջև հուլիսը ժամանակ ունեք, թող լինի օգոստոսը, հա, որ ուրեմն արտերկրի թեման, որ վերջերս ակտիվացել էր ձեզ մոտ, հիմա ինքը արդեն ուրիշ խնդիր է լուծելու եւ այդ թեման դռները կփակվին եւ արդեն այլ թեմաներ կլինեն, որտեղ դուք ձեր ընտանիքի անդամների խնամքով տան թեմաները, ունեցվածքի սեփականության թեմաները պետք է քննարկեք եւ դա ձեզ համար կարող է դառնալ ընտանիք կամ արտերկրի հետ կապված ինչ որ հարցեր կան, որ ձեզ համար կարևորվում է կապված ընտանեկան թեմայի հետ։ Ահա այսպիսի հարցեր են, այնպես որ ձեր ընկերների կամ հարազատների հետ ուրեմն նման հարցեր կքննարկվեն սիրելի կարիճներ եւ ընտանեկան հարցը ես արդեն ասացի արժևում եւ հիմա ձեզ համար շատ կարևորվում են եւ իհարկե գիտեք արևը որ մտնում է խեցգետնի նշան, սա ուզում եմ անպայման նշել, ձեզ համար շատ լավ է, որտեղ դուք եւս ջրի նշան եք, ինքը մտնում է ջրի նշան, իհարկե արևի համար լավ չի, լավ չի ինքը, բայց կդիմանա, որովհետեւ արդեն քիչ է մնում, որ ինքը կհասնի, կմտնի իր տուն առծի նշան, ահա, այնպես որ ջրի նշանում մի քիչ դժվարություններ կան ու հետևում եք ձեր առողջական վիճակին, սա շատ կարևոր է եւ յուրաքանչյուրը ձեր անձնական ուրեմն քարտեզից ելնելով այստեղ գլխացավերը ուշադրություն եք դարձնում կարող են լինել գլխացավեր, որը կարող է ավելի շատ քայլեք, մարզվեք եւ կարող անդրադառնալ ողնաշարի վրա, եթե շատ նստակյաց եք անընդհատ համակարգչի առջև նստած, դա կարող է ձեզ մոտ խնդիրներ առաջացնել առաջիկայում։ Դա նկատի ունեցեք եւ անպայման գտնվեք շարժման մեջ, ակտիվ եղեք, շատ ակտիվ։ Ահա։ Եվ իհարկե ուզում եմ նշել նաեւ այն փաստը, որ ուրեմն երրորդ դեկադա, ասել թե երրորդ տասնօրյակում հունիս ամսվա ուշադիր ենք լինում, այդպես սկզբներին, հա, հենց արդեն երբ սկսում է երրորդ տասնօրյակը, դա իհարկե նշանի համար, հա, նշանի համար երրորդ տասնօրյակը դա ընկնում է 20-ից հետո, որովհետև կարող է ձեզ մոտ ինչ որ խնդիրներ առաջանա, ինչևէ 20-ից հետո, այսինքն 10-ից 20-ը եւ 20-ից 30-ը, հա, այսպես ձեզ բացատրեմ, երրորդ դեկադան դա է, այսպես։ Ահա, եւ փորձում եք այդ ժամանակ ինչ որ հարցեր չպարզաբանել, կոնֆլիկտի չգնալ, որովհետև դա կարող է բերել, իհարկե նորից ձեր անձնական քարտեզով է պայմանավորված, շատ անսպասելի ոչ լավ հետևանքների։ Իհարկե ձեր քարտեզում էլ միգուցե այստեղ, գիտեք, հակառակ process-ը լինի, չնայած չեմ կարծում այդ էներգիան բացասական էներգիա է, բայց եթե հանկարծ դուք այստեղ լավ էներգիաները կուտակվեն կոնկրետ ձեր անձնական քարտեզում, սա կարող է ձեզ համար բեկումնային լինել ու ձեր մոտ փոխվել դեպի լավը։ Ահա, այսինքն դա ձեր քարտեզը ցույց կտա, ես չեմ կարող ասել, բայց բոլոր դեպքերում ուշադիր եղեք, ձեր, գիտեք, հիմնվեք ձեր նախազգացողության վրա, որտեղ դուք կարիճ եք եւ եթե զգում եք, որ պետք չի կոնֆլիկտի գնալ, պետք չի ինչ-որ հարցեր կարգավորել, թողեք, որ ինքը իրանով այդ հարցը լուծվի, մի միջամտեք, իսկ եթե զգում եք, որ ամեն ինչ լավ է ու կարող է փոխվել դեպի լավ, այդ դեպքում կարող եք, այսինքն եթե չեք դիմում աստրոլոգին, հարկ չկա, ապա այս դեպքում հենվեք ձեր ինքնազգացողության վրա, ձեր նախազգացության վրա, սա այսպես ուրեմն նշեմ եւ երևի թե այսքանով
Իմ սիրելի կարիճներ, այսքանով ավարտենք, ես ձեզ հիմնական խորհուրդները տվեցի, ասեցի ինչպես պետք է անեք, ինչ պիտի անեք եւ այլն եւ գրեք անպայման ձեր տպավորությունների մասին եւ որքանով են իմ խորհուրդները ձեզ օգտակար լինում արդյոք, այն ինչ որ ասեմ, դա այդպես գրեթե համոզված եմ որ այդպես կատարվելու է, բայց ես ուզում եմ որ դուք նշեք, որովհետև դուք ունեք յուրաքանչյուր ձեր անձնական քարտեզը դրա համար էլ կարող է որոշակի այդպես մեկի մոտ բեկումնային լավ իրադարձություն լինի, մեկի մոտ վատ այսպես ու գրեք արդյոք ձեզ մոտ ինչ որ մի լավ բան չոր վերելք ունեցաք, վերելք բառը չեմ ասում, որտեվ հիմա շատ են տենց հիմար ձևով օգտագործում, ավելի շատ պրոգրես ունեցաք, հա, թե ընդհակառակը ուրեմն ռեգրես ունեցաք, ինչ որ միջադեպ կատարվեց կոնֆլիկտի պատճառով, թողեցիք, աշխատանքից դուրս եկաք, վիճեցիք կամ հարաբերությունները ավարտվեց, բայց միգուցե հետո զղջացիք, այնպես որ պահի տակ մի ընկեք, պետք չի եւ այդպես հարաբերություններ մի պարզեք ամսվա 3-րդ ուրեմն 10-օրյակում եւ ուզում եմ նշել, որ ինչպես որ արդեն ասացի, այն սերմերը, որ ցանվել են ուրեմն մայիսին ինքը ծանր ամիս հավատ էներգիաներ են ու ես զգուշացել եմ որ պետք չի շատ ակտիվ լինել, ավելի շատ ժամանակ տրամադրել հանգստին եւ եթե ամեն դեպքում այդ ակտիվությունը ուրեմն եղել է, ապա ոչ լավ հետևանքներ հունիսին կլինեն, այնպես որ ովքեր որ հետևել են իմ խորհրդին, պահպանել են այդ ամենը, կօգտվեն, իսկ ովքեր որ ոչ, տեղյակ չեն, ուրեմն այսպիսի բաներ։ Հունիսին ներողություն, հունիսին այդ ուրեմն դուք դա կզգաք ձեր վրա, ինչպես ասում են, դա կզգաք, ես օրերը չնշեմ, այնպես որ կգրեք մեկնաբանություններում անպայման, ես ձեզ հաջողություն մաղթեմ, ձեզ լավ որ տրամադրություն միշտ բարձր պահեք, զբաղվեք սպորտով, գնացեք լողավազան, որովհետև ֆիզիկական ակտիվությունը դա շատ կարևոր է, դա առողջություն է եւ տրամադրությունն է փոխվում անպայման, այնպես որ հետևեք ձեր առողջությանը, տրամադրությունը բարձր պահեք եւ ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ անցողիկ է, այնպես որ եւ լսեք իմ խորհուրդները, որպեսզի անվնաս դուրս գաք այդ ամեն ինչից։ Ես ձեզ մաղթում եմ լավ ամիս, հունիսը լավ օր, լավ ամիս ու մենք կհանդիպենք հաջորդ ամիս, առայժմ այսքանը։